Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զավոր արևելյան իրադարձություններով պայմանավորված, ինչպես նաև Իրանի դեմ պատերազմով պայմանավորված մասնագիտական դաշտում քննարկումներ կան հնարավոր նկատելի գնաճի մասին։ Գիտենք, որ Իրանը նաև փակել է պարենային մթերքի արտահանման սահմանափակում է դրա հնարավորությունները փակել։ Կխնդրեմ ներկայացնեք, թե կառավարությունը երկրի ներսում նախ գները զսպելու առումով ինչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում եւ ընդհանուր առմամբ շուկաների եւ ենթակառուցվածքների առումով ինչպիսի քայլեր են ձեռնարկում։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը սննդամթերք արտահանող երկիր է։ Մենք տասնյակ հազար տոննաներով սննդամթերք ենք արտահանում այլ երկրներ, հետևաբար այդտեղ խնդիր չկա։ Ինչ վերաբերվում է գնաճին, կան համապատասխան պետական մարմիններ, որոնք մոնիտորինգ են անում ամենօրյա եւ ըստ անհրաժեշտության, եթե նման անհրաժեշտություն լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Պարոն վարչապետ, ժողովուրդ օրաթերթը 15 տարի շարունակ անդրադարձել է բանակում չծառայած պաշտոնյաներին, նրանց պաշտոնյալ որդիներին եւ մեր հրապարակումները շարունակվում են։ Ակնհայտ քաղաքական որոշմամբ վերջերս վերաբացվեց Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու թեման եւ ըստ էության քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է։ Այս անգամ ուզում եմ հնչեցնել երկու անուն։ Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, Արմեն Նիկողոսյանի մասին է։ Հրապարակվել է, որ նրա որդին եւ եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Նիկողոսյանը ազատել է որդուն իբր թե ֆուտբոլիստ է։ Ակնհայտ երևում է հայրը ՀԽ փոխնախագահն է, որդին իբր ֆուտբոլիստ է եւ ազատվել է բանակից։ Շահերի բախումը, դիրքի չարաշահումը ակնհայտ կա։ ՊՆ հարցում ենք արել պարոն վարչապետ, պաշտպանության նախարարությունն ասում է անձնական տվյալ է եւ ոչինչ չի տալիս։ Խնդրում եմ ձեր օգնությունը, կրկին ձեր դուրն եմ եկել, խնդրելով որպեսզի ձեր ձևով պարոն վարչապետ հանձնարարեք այս գործը վերաբացեն, ուսումնասիրեն, տեսնեն հիմքը։ Եվս մեկ անուն հնչեցնեմ ձեր թույլտվությամբ։ ՔՓ խմբակցության падգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով ըստ հետքի ինքնավնասումով է բանակից ազատվել, գուցե սրա մասով էլ բարույթի հարուցումը օգնի պարզել պետական պաշտոնյան ինչպես է ինքնավնասումով տարիներ առաջ ազատվել բանակից։ Այս տարի պարոն վարչապետ ձեր թույլտվությամբ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատել են ՊՆ աշխատակցի այն ծնողներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են։ Ուստի կարծում եմ, պարոն վարչապետ, ձեր համար էլ բանակից փախչելու թեման սկզբունքային հարց է, անձնական տվյալների թիկունքում թաքնվելը չի ստացվի։ Խնդրում եմ եւս մեկ անգամ ձեր ձևով հանձնարարեք իրավապահ մարմիններին այս երկու կոնկրետ անձանց մասով վերաբացեն, ուսումնասիրեն, մենք էլ հասկանանք, թե ինչ հիմքով են վերոնշյալ անձիկ, նրան արտոնյալ որդիները, Նարեկ Գրիգորյանը, ՀՀ փոխնախագահի որդին բանակից ազատվել։ Շնորհակալություն։ Նախ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանց բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք պետքա չունենան եւ մենք պետքա սա անենք օրենսդրական կարգավորումով, որը ինքնաշխատ աշխատի։ Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին եւ համապատասխան ընթացակարգերով հետաքննել, քննել։ Ես այդ ընթացն ավարտել եմ։ Այս անգամ նույն սկզբունքով վարչապետ կնշեմ, որ վարչապետը կառավարության նիստի ընթացքում որ Չավիապանի պես հրավիրների հետ հստակ ասեց իրավապահները պարտավոր են, ես ընթացքը Դա պարոն վարչապետը ասի չասի, իրավապահները պարտավոր են։ Ասում եմ պարոն վարչապետը ասի չասի, իրավապահները պարտավոր են։